Ամենակախարդական եւ ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում Քերի մուլտիկնիկը։ Ողջունում են ձեզ ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, տեսնում եք նրանց բոլորին, նրանք համարյա թե բոլորը այստեղ են։ Ապաչիներն են ձեզ ողջունում, սիրելի փոքրիկներ, ձեր սիրված ապաչիները։ Ամենաառատաձեռն ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, մարշմելոներով, նախաճաշիկներով, աղի ձողիկներով հանդերձ, ինչպես նաև կախարդական պարկով պարկ հավաքածու, որը դարձել է մրցանակ ձեզ համար։ Դուք մասնակցում եք մրցույթներին, հաղթող եք ճանաչում, հայտնվում Քերի մուլտիկնիկի արվեստանոցում, ստանում այսպիսի հավաքածու պարկ։ Ես նրան անվանել եմ կախարդական։ Իմիջիայլոց նաև ներկայացնեմ ամենակախարդական կրեկերը, մեծ կրեկեր, ապաչի մաքս պիցայի համով այս կրեկերը։ Գիտեք չէ Քերի մուլտիկնիկը ինչպես է, շատ գեղեցիկ նկարում, հեշտ եւ գունեղ ներկում։ Խրթխրթացնում է այս կրեկերներից մեկը եւ նկարում ներկում։ Այ, ողջույնները դեռ չեն ավարտվել։ Էլով է ձեզ ողջունում, որ երբևիցե չի երևում մեր տաղավարում, բայց նրա ձեռքը ես հիմա տեսնում եմ։ Որտեղ եմ տեսնում։ Տեսախցիկի ետևում նա այ այսպես է ողջունում։ Ոչ թե այսպես, այ այսպես է ողջունում։ Ժամապահ Քերին է ձեզ ողջունում, սիրելի փոքրիկներ, նա շատ բարի է, արդեն 21 տարի, 22 տարի նա ձեզ ողջունում է տեսախցիկի ետևում։ Երկար եթերային ժամանակ է տալիս ձեզ հետ միասին նկարելու այսօրվա մեր մուլտիպլիկացիոն կերպարին։ Դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Իմ փոքրիկ բարեկամներ, մենք ձեզ հետ միասին հենց այս պահին ասեմ թե ինչ ենք նկարելու։ Մեր մշտական հեռուստադիտողներից մեկը, Թամարան 12 տարեկան, վերջերս հյուր էր գնացել իր Մովսես պապին, գյուղ էր հյուր գնացել։ Եվ նա ցանկացել է իր պապի պատվին Քերի մուլտիկնիկը ձեզ սիրելի փոքրիկներ սովորեցնի նկարել աշխատասեր Մովսես պապիկին, դե պապիկի, որևէ մի պապիկի, ես Մովսես պապիկին կնկարեմ։ Նա ներկայացնում է իր պապիկին աշխատասեր, շատ այսպես թրաշով, բեխերով, մորուքով, գլխարկի փոխարեն թաշկինակով գլուխը կապած, բահով հանդերձ, հաղթանդամ տղամարդ պապիկ։ Ես իմ երևակայությամբ, Քերի մուլտիկնիկի երևակայությամբ որոշեցի, թե ինչպես ենք նկարելու մեր աշխատասեր գյուղացի պապիկին։ Պատրաստ եք։ Իմիջիայլոց ասում եմ, ովքեր շատ լավ նկարեն Մովսես պապիկին, հորինեն պատմություն եւ ուղարկեն Քերի մուլտիկնիկին լավագույն 10 նկարի հեղինակները հաղթող կճանաչվեն եւ Քերի մուլտիկնիկի կողմից կհրավիրվեն մասնակցելու մեր հաղորդմանը։ Կստանան ապաչի կախարդական պարկետում։ Այսպես ամենակարևոր ձեզ շատ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել սիրելի փոքրիկ բարեկամներ։ Մեր աշխատասեր գյուղացի պապիկին։ Քիթիկից ենք սկսելու, բարդ բան չենք անելու, այսպես ուշադրություն։ Այսպիսի մի քիթիկ ենք նկարում։ Տեսակ, շատ լավ է։ Մի քիչ բարգացած ունքեր, ավելի շատ կոպեր։ Տեսակ, այստեղ գծիկ, պապիկի աչքերը, սևիկները, կոպերը 1, 2, 3, կնճիռներով երևի, ալեհեր պապիկ ենք նկարում 1, 2, 3, շատ լավ է, վատ չէ, սիրելի փոքրիկներ, հիմա, հիշում եք թե մենք ձմեր պապա թզուկները ինչպես էինք նկարում, այստեղից այտերն ենք նկարելու, կոր գծիկ, կլորիկ, կանգ ենք առնում, կրկնում ենք, կոր գծիկ, կլորիկ, կանգ ենք առնում, այսպես կորությամբ միացնում ենք իրար, ինչու, այստեղ Թամարան
նշում է, որ պապը թաշկինակով գլխարկ է իր համար պատրաստում, որպեսզի արևից պաշտպանվի։ Այստեղից թաշկինակով գլխարկը կնկարենք, հանգույցը, կապված ծայրերը, այսպես, շատ լավ է։ Հիմա պապի մորուքն ենք, ալեհեր պապի մորուքն ենք նկարելու, այստեղից կսկսենք։ Զիգզագաձև գծիկով, այստեղ հավասար, կմիացնենք իրար, հիմա բեխերը պետք է առանձնացնենք պապի, կենտրոնական մասից, այստեղից, դեպի ձախ ձեզնից, դեպի աջ, մի քիչ բերանիկը կերև այստեղ, մազիկներով բեխերը կառանձնացնենք, զիգզագը կշատացնենք, էլի մազիկներ, պապի ականջները մի փոքր կերևան այստեղ, հոպ, թաշկինակի նախշեր կարող ենք անել, այսպես, հոպ, 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 պապի դեմքը պատրաստ է, ալեհեր ունքերը, հանձրևի կաթիլի նման, այսպես, հիմա պետք է նկարենք պապի հագուստը, երևի շոք է դաշտում կամ այգում, շապիկ ենք նկարելու, այսպես, այսպես, եկեք տաբատը, ինչպես մեծերն են ասում շալվարը նկարենք, հետո նոր ձեռքերը կնկարենք, այսպես կոր գծիկով ոտքեր կնկարենք, հոպ, կոշիկները պապի, տեսնում եք չէ կոշիկները ինչպես եմ նկարում, ուղիղ գծիկ կլորիկ, միացնում ենք իրար, երկար ստացվեց քերի, մի փոքր ասում է, կշտկենք, այստեղ կրունկը, կոշիկ կշարունակենք, գրպաններ, տաբատի վրա, այստեղ հաղթանդամ ձեռք կնկարենք, պապի, այսպես, կոր գծիկով, երևի բարակից կհաստանա և այստեղ բռունց կդառնա, 1, 2, 3, բութմատիկը, մյուս ձեռք այսպես կծալենք, գյուղական մի գործիք կտանք, գյուղատնտեսական այսպես, բութմատիկը, ծալված մատիկները պապիկի, այստեղ երևի բահի պոչիկը, պոչել կարող ենք ասել, ուղղակի երբ որ ձեզ հետ եմ աշխատում սիրելի փոքրիկներ, պոչիկ եմ ասում, ավելի լավ է հնչում, այստեղ, այ դուք ռետինետ ինչ ոցում եք, եթե ինչ-որ մի բան հաստ ու բարակ է ստացում, կարող եք, հիմա ես կողքից լավ չեմ տեսնում, կողքից եմ նկարում, որ ձեզ լավ երևա, պոչիկը շարունակում եմ դեպի վերև, այստեղ երկաթյա սուր մասն եմ նկարելու, տեսեք, նոր արդեն բահը, շերտիկ, կարծես թե ստացվեց, եկեք պապիկին ներկենք, իմ լավ բարեկամներ, եթե ժամանակ մնա, բնությունն էլ կնկարենք հեռվում, այգին, ծառերը և այլն, ես վերցնելու եմ մուգ և բաց դեղին մատիտները դեմքից եմ սկսելու, եթե արևը աչակողմյան մասից է, մուգ դեղին մատիտով, ձախակողմյան հատվածը, այսպես մուգ դեղինով եմ ներկելու, քիթիկը նույնպես, այսպես, կոպերը կընդգծենք, անպայման, բայց ինչի վրա է բարկացած, գուցե թորները չեն օգնում պապիկին, գուցե, այսպես, ձեռքերն ենք, քանի որ բաց է ձեռքերը, ձախակողմյա հատվածից կլորացնելու ենք, պապիկի ձեռքերը, բութմատիկը կընդգծենք, այսպես, հիմա ձախ ձեռքին կանցնենք սիրելի փոքրիկներ, Թամանան տեսնես ինչ է մտածում, գուցե մի քիչ ես նման եմ նկարել կերպարը իր պապիկի, դա քո նամակում անպայման կգրես, դե քո նկարագրած ալեհեր մորուքով, բեխերով, թաշկինակ գլխարկով, աշխատասեր պապիկ, մուգ դեղին մատիտը մի կողմ եմ դնում,
վերցնում ենք ամենակախարդական դեղին մատիտը։ Բաց դեղին մատիտով ներկում ենք սպիտակ թողված հատվածները։ Չենք ներկում ունքերը, սպիտակ թող մնան, աչքերի սպիտակը կթողնենք, իմ փոքրիկ բարեկամներ։ Այսպես։ Շատ լավ է, անցնում եք ձեռքերին, սպիտակ թողված հատվածները ներկում ենք բաց դեղին մատիտով, հիմա ձախ ձեռքն ենք ներկում, սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, այսպես ու այսպես, շատ լավ է, թաշկինակ գլխարկ ես ուզում եմ կարմիրով ներկել, այսպես, ընդգծելու եմ, այնտեղ նախշեր կթողնենք դեղինի համար, երանգավորելու, այսպես, հանգույց է այստեղ, և թելիկներ, շրթունքը մի փոքր այստեղ կարմիր կերևա, շապիկը, գուցե մուկ կապույտը վերցնեմ, այսպես ներկեմ կապույտով, պապիկի շապիկը, լավ է հնչում, նայեք ընդգծելով նաև ալեհեր մորուքը ավելի լավ է երևալու, ապրեք դուք, դադադամ, ներքևի հատվածներ ընդգծենք, քանի որ տաբատը շալվար է, մի այլ գույնով ենք ներկելու, այսպես, շապիկներ ներկեցինք, տաբատը ինչ գույնով ներկեմ, գուցե նարնջագույն, եկեք նարնջագույն ներկենք, թող գունեղ մի փոքր երևա, կարող եք նաև կլորացնել տաբատի թևիկները, դե իհարկե, եթե ունեք մուգ և բաց նարնջագույն մատիտներ, ձեզնից ձախ ավելի մուգ եք ներկում, այսպես կլորացնելով, ձեզնից աջ ավելի թույլ երանգով, այսպես, գրպանները կարելի է մի քիչ մքացնել, կոշիկները թաշկինակի հետ բռնցնելու համար կարմիր եմ ներկելու, այսպես, գունեղ պապիկ ստացվեց մեզ մոտ, շատ լավ է, այսպես, մնաց բահը, շագանակագույն մատիտը կվերցնեմ, բահի փայտիկը, այսպես, ծախակողմյա հատվածը ամբողջովին շագանակագույն կներկեմ, սպիտակ թողված հատվածը դեղինով կներկենք, նաև փայտիկը կլորանա, այսպես, երկաթյան մասը չգիտեմ ինչ գույնով ներկեմ, սևով, սևով կներկենք, գունեղ նկարների մեջ մի փոքր սևը ինձ դուր չի գալիս, մանավանդ մուլտիպլիկացիոն կերպարներ ստեղծելուց, բայց դե լավ, այսպես կանենք, ստվերներն ենք մոռացել իմ լավ բարեկամներ, ոտքերի տակ ստվերներ կնկարենք, այսպես, մեկ, երկու, մի փոքրիկ ստվեր այստեղ կնկարենք, ժամանակն այն, տեսնենք, էլ ինչ կարող ենք հասցնել նկարել իմ լավ բարեկամներ, գուցե ծառեր, 5 րոպե է մնացել, եկեք մի անգամից կանաչ մատիտով, ծառերի թփերը նկարենք, հետո սևով կընդգծենք, հա, իբր ծառերն են, սրանք, այսպես, հեռվում գտնվող, հետո սևով կընդգծենք, այսպես, ևս կիսատ երևացող մի թուփ էլ այստեղ, հիմա հակառակ ենք անում, սիրելի փոքրիկ բարեկամներ, սկզբից գունավոր մատիտներով ենք անում, հետո նոր սև մատիտ, ճյուղերն ենք նկարում ծառերի, այստեղ էլ, դուք կարող եք ուրիշ այգի նկարել, գուցե ծառեր չի մշակում մեր պապիկը, այլ բան է մշակում, այստեղ էլ, սա արեցինք, հիմա սև մատիտով կընդգծեմ, ուշադրություն, թփերը, սկզբից, հետո ճյուղերը,
ծառերը։ Այ հիմա թմբեր կավելացնենք այստեղ, հասկանանք, որ այգում է աշխատում։ Նախ եւ առաջ սիրելի փոքրիկ բարեկամներ, գծիկից վերև, այս գծիկից ներքևի, կներկենք բաց կանաչ եւ պապիկին սպիտակ թղթիկից կառանձնացնենք։ Եվ կհասկանանք, որ այն ծառերը գտնվում են մի փոքր հեռու այգում։ Ինձ նկարը մի քիչ անհանգստացնում է սիրելի Թամարա, ինչու է Մեսրոպ պապը այսպես բարկացած, գուցե դուք նրան չեք օգնում այգում աշխատելուց, գուցե մի այլ բանի վրա է բարկացել, կամ ջրելուց ջուրը կտրել են, քերի, քերին ասում է այո, դա ավելի մոտիկ է, այգին ջրելուց, երևի հարևանները ջուրը կտրել են, այսպես, ուրեմն, իսկ գծիկից ներքև ավելի մուգ կանաչ մատիտով կներկենք, սիրելի փոքրիկներ, ժամանակն էլ հետևենք, քերի 2 րոպե է մնացել, լավ, կարծում եմ սրանով կավարտենք, դուք սիրելի փոքրիկներ, հաղորդումից հետո դուք էլ եթերային ժամանակ չունեք, կարող եք նկարը շարունակել, այսպես, մեր Մեսրոպ պապը իր այգում մի փոքր չկայնացած կանգնած է, այստեղ էլ սիրելի փոքրիկներ ամպիկներ հեռվում կնկարենք, սպիտակը մի քիչ ճնշելու համար, ամեն ամբողջությամբ մուլտիպլիկացիոն թողնկալ ստացվի, պատրաստ է, վերջ, ինձ դուր է գալիս, իսկ ձեզ սիրելի փոքրիկներ, ձեզ էլ է դուր գալիս, այս մրցույթը կվերաբերի 6-ից 12 տարեկան փոքրիկներին, մասնակցեք, հաղթող ճանաչվեք, հորինեք պատմություն Մեսրոպ պապի մասին, գյուղացի աշխատասեր Մեսրոպ պապը, փոքրիկ Թամարայի, ինչ փոքրիկ, 12 տարեկան Թամարայի պապը, որ շատ աշխատասեր է, հորինեք այդպիսի մի պատմություն և ուղարկեք քերի մուլտիկնիկին, և նկարն են բարձր գնահատելու, և պատմությունները, դե պատմությունները կգնահատեն արդեն ապաչիները, և դուք, կարող է հենց դու սիրելի փոքրիկս հաղթող ճանաչվես և հայտնվես քերի մուլտիկնիկի արվեստանոցում, ստանաս այսպիսի ապաչի հավաքածու մրցանակ, այնտեղ ամեն ինչ կա։ Ժամանակն է հրաժեշտի, հիշեցնեմ մեր հասցեն, ձեր նամակները քերի մուլտիկնիկին հասնելու համար, մեր անփոփոխ հասցեն, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը, իսկ դուք սիրելի մեծեր, հատկապես Մեսրոպ պապ, եթե կարող ես, բաժանորդագրվեք ձեր փոքրիկների համար YouTube-յան էջում, այնտեղ նաև ինչու այս հաղորդումը կդիտեք, քերին, տեսախցիկի ետևում ասում եմ, այսինքն ժամանակն է հրաժեշտի, քերին այսպես, պապիկ այսպես, հերոսները, իսկ ապաչի ընկերությունը իր քաղցր զոհիկներով, թխված կաբլիկներով, արևածաղկի սերմերով, մրցանակով հրաժեշտ են տալիս ձեզ, իսկ վերջում քերի մուլտիկնիկ ասում է կախարդական խոսքը, հանդիպելու ակնկալիքով, բայ դա, միշտ նոր հանդիպում։ Oh,